Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վառելիքի շուկայում անորակ բենզին է վաճառվում, ամիսներ առաջ այդ բենզինի 1 լիտրը վաճառվում էր 250 դրամով, այն ավելի էժան է վաճառվել, քան գնման գինն է եղել։ Բենզինի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շատ տնտեսվարողներ ուղղակի տնային պայմաններում բենզին են ստացել, էժան նավթամթերքներից, որոնք պիտանի չեն ավտոմեքենաների համար։ Մենք ավելի շատ ունենք մասսայական վատ բենզինի եւ վատ տելեցող կայաններ, քան թե նորմալ աշխատողներ։ Դրա համար մարդիկ այսօր կազմում են ոչ թե ցուցակ, որտեղա վատ, այլ կազմում են ցուցակ, որտեղա լավ։ Աղտոտված կարա լինի, օրինակ, հասկանան, որ այնտեղ որտեղ պահեստավորվում է, պահեստային մասա չէ ունենում նաեւ իրացնողը, որտեղից որ դուրս է գալի։ Այնտեղ լինի, այնտեղից խնդիրը ծագի, կարան բերեն էժանը թանկը խառնեն, էժանը եւ շուկայականը խառնեն իրաց ստանան միջին։ Էժան անորակ բենզինը հայտնվել է վառելիքի շուկայում հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանի բենզինի հիմնական մատակարարը նավթամթերքի պակաս ուներ Ուկրաինայում հակամարտության պատճառով։ Ամբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն այնպես չէ, որ խնդիրը վերացավ։ Այսպիսի խարդախություններ, չարաշահումներ հիմա էլ են կատարում տնտեսվարողները, եւ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ստուգող վերահսկող մարմինները թերևս իրենց տեղում չեն, եւ որքան էլ հայտարարում են, թե ստուգումներ իրականացնում են տնտեսվարողների մոտ, դրանց արդյունքները սակայն տեսանելի չեն։ Միայն թղթի արկայությունը բավարար չի անվտանգության կամ որակի երաշխիքներ ունենալու համար։ Եվ իրացման ցանցում փաստաթղթի դարձել են փաստաթուղթ ստուգող կամ ստուգաչափում նայող, թե արդյոք լիտրաժ համապատասխանա թե չէ։ Իրաց հասկացան, որ վերջական մարմինները կարելի է ասել անգործության են մարտված, 92 կստանան, 93 կստանան, 90 ինչ կստանան, ինչ կստանան, ինչ կվաճառեն։ Եթե վերահսկողություն չկա, փորձարկում չկա, տեսնում ենք, չէ՞ որ տարբեր գնի բենզիններ ունենք շուկայում, թվում նույն կայանում։ Հիմա կառավարությունն առաջարկում է ներդնել վերահսկողության նոր համակարգ։ Դրա շրջանակում բենզինը կստուգվի տեղափոխման եւ վաճառքի յուրաքանչյուր փուլում, որպեսզի կանխվի վառելիքին կողմնակի խառնուրդների ավելացումը։ Հայաստանում բենզինի որակը կստուգվի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման եւ վաճառքի փուլերում։ Արդյունք կունենաս, եթե պետական պատշաճ վերահսկողություն լինի, հենց որում այդ պատշաճ վերահսկողությունը երբ որ ասում եմ, մտածված այս բոլոր տեսական ինչ կարող է լինել, երբ որ քննարկում ենք այդ տեսական կողմը պետք է չինովնիկին, որը կարողանա մշակել մեթոդաբանություն, որ վերահսկի եւ արդյունք ապահովի։ Մնում է հիշեցնել, որ ամբարեխիղճ եւ սպառողների հաշվին խարդախությամբ գումար աշխատող տնտեսվարողների մոտ հարկ է հաճախակի ստուգումներ իրականացնել, պատժելու նաեւ այն տնտեսվարողներին, որոնք վառելիքի վաճառքի ժամանակ թերլցումներ են կատարում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշմամբ Կենտրոն շրջանի Սարյան փողոց 24 հասցեի հարակից տարածքում գտնվող առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում տեղադրված մետաղական շինություններն ապամոնտաժվել են։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հիմնական դեղերի ցանկն է, որ մեր երկրի համար սահմանել է առողջապահության նախարարությունը։ 429 անվանում կա այստեղ, բայց պարզվում է դրանց մի մասը գրանցում չունի մեր երկրում։ Փաստորեն խնդիր չէ։ Դեղագործական կազմակերպություններին գերատեսչությունից նամակ են ուղարկել, տեղեկացրել։ Չգրանցված տեսակներն էլ կարող եք Հայաստան բերել, դե եթե իհարկե խանգարող ուրիշ հանգամանքներ չկան։ Ավարտվել է եւ այլևս ներկրողները եւ դեղորայքային ընկերությունները, արտադրողները չեն գրանցել տեղը, որովհետեւ այդ բարձընթացած երկերի, վճարների եւ այլի տակ բիզնես առումով իրաց հետաքրքիր չի եղել գրանցել։ Անվտանգային առումով պետք է այդ դեղերը լինեին, դա շատ էպիզոդի է այն քաոսի մեջ, որը որ ստեղծվել է դեղերի շուկայում։ Այդտեղ նորից բայց կա։ Նման դեպքեր, այսինքն չգրանցված դեղերի թույլտվությունը, որը որ թույլատրվում է առողջապահության նախարարությունը թույլատրել, դա բացառիկ դեպքերում է, դա արտակարգ իրավիճակի դեպքերում է, դա պատերազմական իրավիճակի դեպքերում է։ Հիմա հարցը առաջանում, ոնց որոշեցին, որ մի դեղը թույլ տան դել, իսկ մյուս դեղը չէ։ Այս համայնապատկերում առաջին անգամ չէ, որ մասնագետներն ահազանգում են դեղերի դեֆիցիտի մասին, որ արկա է մեր երկրում։ Հիմա ընդհանուր առմամբ մոտ 3300 գրանցված դեղ կա, որից ներմուծվող գրեթե 2000։ Առողջապահական փորձագետների գնահատմամբ այս թիվը առանց այն էլ չնչին է, խնդրահարույց։ Նշում են, մեր 3 միլիոն բնակչությանը միջինը 8000 գրանցված դեղ է անհրաժեշտ։ Հենց այդքան օրինակ մեր հարևան վրացիներն ունեն։
Ամենահեշտ տարբերակը, որը տվյալ պահին կա, նույն կանոնակարգով, նույն ձևաչափով, ԵԱՏՄ կանոնակարգով ընդունվել է ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում, մոտավորապես 10,000 անվանում գրանցված է, այսինքն այդ դեղը գրանցել են թե Ռուսաստանում, թե Բելարուսիայում, թե Ղազախստանում, ասում ենք այդ դեղերը թույլատրեք, թող ներկրվի հարգելիներս, մինչև հիմա բյուրոկրատական ինչ-որ մեխանիզմներ ստեղծելով չեն կարողանում թույլատրել, որպեսզի այդ դեղերը գա։ Թեպետ փորձագետների պնդմամբ դեղերի խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, այնուամենայնիվ մասնագետները տպավորություն ունեն, թե խնդիրը հետին պլան է մղվել։ Դե օրակարգում էր էլեկտրոնային դեղատոմսերի հարցն է, որը ոչ թե առաջիկա հուլիսի 1-ից, այլ 27-ից կգործարկվի։ Նախարարությունը հետ քայլ է արել։ Օզեմպիկ, իսկ ավելի պարզ ասած արագ քաշ կորցնելու արդյունավետ միջոց, ավելորդ քաշից ազատվելու օր առաջ նիհարելու կանանց մոդայիկ դարձած սովորույթը դրդում է նրանց տարատեսակ դեղամիջոցներ փորձարկել։ Այս անգամ խոսքը ի սկզբանե շաքարային դիաբետի դեմ կիրառվող միջոցի մասին է, որն աշխարհով մեկ գովազդվում ու վաճառվում է որպես նիհարեցնող միջոց։ Օզեմպիկի հանդեպ ուշադրությունն ավելացավ հատկապես վերջին տարիներին, երբ Իլոն Մասկն ու Քիմ Քարդաշյանը հայտարարեցին դրա օգնությամբ արագ նիհարելու մասին։ Դեղամիջոցի հսկելի կիրառության ու հնարավոր ռիսկերի մասին մասնագետներն են բարձրաձայնում։ Խնդրին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է նաև բժշկական համալսարանի ռեկտորը։ Հերացի վերլուծականի այս անդրադարձը թելադրված է մոդայիկ հրաշք դեղամիջոցի գնալով անվերահսկելի կիրառմամբ եւ նպատակ ունի բացահայտել դրա հնարավոր ռիսկերը եւ կանխել բարդությունները ինքնուրույն կիրառման պարագայում։ Օզեմպիկի նման նոր դեղամիջոցները նոր հնարավորություններ են բացում, բայց նաև առաջացնում բարոյական, տնտեսական եւ առողջական խնդիրներ։ Մինչև կոմայի դուռը հասցնող դեղամիջոցի բացասական հետևանքների մասին քչերը գիտեն։ Չնայած համաշխարհային աստղերի կողմից գովազդվող դեղամիջոցը խոստանում է առանց հատուկ սննդակարգի մի քանի ասեղ ներարկումից հետո կորցնել ավելորդ կիլոգրամները, այդուհանդերձ առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում։ Կարող է առաջանալ սրտխառնոց, փսխում, փորկապություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Շատ արագ ձևով սկսում է ազդել մարդու օրգանիզմի վրա եւ նիհարեցնում է, բայց մարդիկ հաշվի չեն առնում վերջինիս բացասական էֆեկտները, որը որ շատ մեծ գիտնականներ դրա վերաբերյալ տարբեր հրապարակումներ են անում։ Դեղամիջոցը Հայաստանում գրանցված չէ, սակայն պահանջարկը բավականին մեծ է։ Այդ է նաև պատճառը, որ շատերն այն ձեռք են բերում անօրինական ճանապարհներով։ Ոլորտի փորձագետն ասում է, Հայաստանում դեղերի մասին գործող օրենքով յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր օգտագործման համար արտերկրից ներկրել եւ իր հետ բերել 5 տարբեր անվանում դեղամիջոց, յուրաքանչյուրից 3-ական։ Մեր օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարող է շրջանառվել եւ կիրառվել բացառապես գրանցված դեղը։ Օզեմպիկը գրանցված չի Հայաստանում, այսինքն վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում իր շրջանակում չի իրականացվել, գոնե փաստաթղթային վերլուծություն Օզեմպիկի հետ կապված իրականացնել։ Ստերից բխում է մյուս հարցը։ Եթե այդպես է, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկները նշանակում են տվյալ դեղը։ Մասնագետները պնդում են, որ Հայաստանում առանց դեղատոմսի եւ ակցիզային դրոշմապիտակի է վաճառվում շաքարային դիաբետի համար նախատեսված, բայց մեծամասամբ նիհարելու համար գովազդվող Օզեմպիկը։ Հաճախ էլ հենց օնլայն դեղատններն են զբաղվում այս պրեպարատի վաճառքով։ Դեղը չի խրախուսվում օգտագործել առանց բժշկի ցուցման, այդուհանդերձ յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե ինչ գին է վճարում գեղեցկության համար։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2025-ի հունվար-ապրիլին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6%-ով, հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։ Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 3 միլիարդ 129.6 միլիոն կիլովատժամ։ Եղբորս էջնել է անհետացել ու ոչ մի կերպ չի կարողանում մուտք գործել, իսկ ընկերների մոտ ընդհանրապես ցույց չի տալիս, իբրև նման մարդ չի էլ եղել։ Անհանգիստ է հայկական Facebook-ը, օգտահաշիվները ջերխմբեր են անհետանում կամ առանց հիմնավորման արգելափակվում։ Ընդ որում նույն խնդիրը նաև Instagram-ում կա, որը հիշենք միևնույն ընկերության սեփականությունն է, այսինքն համակարգային մետա-պրոբլեմ է։ Գնալով ավելի մեծ թափ հավաքում, ժամանակին դա միայն Facebook-ին խմբերում էին մարդիկ գրում, երբ որ սերվերային խնդիր կա, չի կարա տևի 24 ժամից ավել է։ Նրանք կորցնում են միլիարդավոր դոլարներ, թե գովազդների առումով նրանց բաժնե տոմսերի ակցիաների գնեն գնում։ Այնպես չէ, թե խնդիրը միայն մեր երկրում է նկատվում, անհասկանալիորեն տարածաշրջանն է թիրախավորված, պնդում են մասնագետները։ Առաջացած լսեցին որ խնդիր կա բնավ,
երկու տարբեր առաջ քաշեցին։ Առաջինը գուցե մասսայական հակերային հարձակում ա եղել, որի ընթացքում ոնց որ միացել է այսպես կոչվող մետա ինքնապաշտպանականը, երբ որ ինքնապաշտպանականը միանում, օրինակ ինչ-որ մեկը ուզում է դեր պրոֆիլը գողանա, Facebook-ը նկատում է տարբեր գաղտնաբարերը հավաքում եղել, Facebook-ը բլոկավորում է այդ պրոֆիլը, դրանց ինքը պաշտպանում է։ Ուրիշ տարբերակել կա, որ խնդիրը դիացիա։ Ինչ անել, երբ սեփական օգտահաշիվը դառնում է անկառավարելի, այսպես ասած, ձեռքից գնում է։ Մեդիա մասնագետներն առայժմ միայն առաջարկում են անընդհատ մուտք գործելու կամ գաղտնաբար վերականգնելու փորձեր չանել։ Ուշադիր հետևել էլեկտրոնային փոստին, հատկապես թե ով է ձեզ նամակ գրում։ Ի դեպ, մեդիա փորձագետները նաև տեղեկացնում են, որ Facebook-ում ինչ-որ փոփոխություններ են նկատում մեր ազգային հերոսի Մոնթե Մելքոնյանի խնդրի հետ կապված։ Ասում են, թե տպավորություն ունեն, քաղաքականությունը փոխվել է, զանգվածային հակագրոհներն արդյունք են տվել։ Դե գոնե հիմա կտրուկ չի փակում էջերը, երբ մեր հերոսի անուն ազգանունն ենք գրում կամ նրանից լուսանկար հրապարակում։ Այսինքն ինչքան ժամանակա ջուր չունեք։ Արդեն մեծ մոտ 20 օրից ավել կտրում տալիս են, բայց ոչ թե տալիս են, այս ծորում է կա։ Տնազ է էլի։ Հա։ Տալու տնազ է ջուր։ 7 օր, 8 օր մի կաթի ջուր չունենք։ Մարգարյան 10 եւ հարակից շենքերի բնակիչների ուզածն ընդամենը ջուր է, մաքուր ջուր, որ ծորակը բացեն ու մի բաժակ ջուր կարողանան խմել, բայց արդեն շուրջ 10 օր է այդ հնարավորությունից զրկված են։ Գցում են իրար վրա, հարցին լուծում չեն տալի, արդեն ինչքան սուպերմարկետում ջուր կա, սա առին է, դե չկա ջուր։ Ջուր կա, բայց ջուրը այնքան կեխոտ է, գալի լցվում է, խցանում է անում, բանը։ Խցանում անում, չի գալի ջուրը։ Ասենք 10 անգամ մաքրում եք, 11-րդ անգամ էլի խցանում է։ Իմի կարամ գնամ մեր տնից քանդեմ տենաս, որ մաքրում եմ, էլի միացնեմ, էլի խցանվում։ Ջրի խողովակները խցանված են, ջուրը տեղ չի հասնում, մաքրում են խողովակները, բացում ջուրը ու 5 րոպե հետո նույն կեղտը նորից խցանում ու արգելում է ջրի հոսքը։ Ավազ, ժանկ, մազ այս օրերի ընթացքում բնակիչների հետ հավասար ջրի համար կռիվ տվող համայնքապետարանի ներկայացուցիչը նույնիսկ լուսանկարել է այն, ինչ դուրս է գալիս ծորակներից մաքուր ջրի փոխարեն։ Տեսա։ Ավազ ենք խմում, դեղին ջուր։ Մի րոպե։ Խմելը բացի Այս ջրից է գալիս։ Այո, Ջրի կենտրոնական վենտիլի մոտ դվայնով ֆիլտրացիա անի, որ մի ֆիլտրը չանա, ասենք այնուս ավելին դեպս։ Բացում է 2 րոպե հետո նորից որ փակում է, նորից բացվում է։ Բացում է, նորից նույն կեղտը կա։ Բնակիչները վստահեցնում են Վիոլիա ջուրը խնդրի մասին տեղյակ է եւ թեժգից են զանգահարել եւ դիմում ներկայացրել եւ նույնիսկ տեսուչների հետ անձամբ զրուցել։ Պատասխանն ասում են նույնն է, թե Վիոլիա ջուրը մեղք չունի։ Զանգում ասում է իմ կողմից ամեն ինչ արված է։ Գաուրա։ Ասում է շենքի ներսում է ամեն ինչ, որ պիտի անի ձեր համակարգության ղեկավարը։ Բայց փաստը նայա, որ ինչ էլ ինքը այլա, ուրեմն կամ սուտ ասում, կամ էլ սխալ։ Հիմա դուք էլ որպես համատուրության ներկայացուցիչ Վիոլա ջուրը գցումա ձեր վրա։ Ես բացում եմ 2 րոպեից փակվում է։ 5 րոպեից փակվում է, ինքը համակարգի ֆիլտր թող դնեն օբշի շենքին։ Սաղ բացեմ, որ դրանց դու փակվի մի հատ անեմ։ Բացել ու փակելը մեկ անում, նոր մի իրան բացեցի մի րոպեից փակվում է։ Լսում ասացի։ Ինձ եկան այստեղ քանդեցին։ Ես իջա ասեցի ջրերը միացրեցիք, ասեցին այո։ Ասի բայց վերջում ջուր չի բարձրանում։ Ինքը ինձ պատասխանեց։ Չի բարձրանում, դա իմ խնդիրը չի։ Դա Վիոլա ջուրը։ Դա Վիոլա ջրի աշխատողները։ Լցնենք շշի մեջ, տանենք քաղաքապետարան ու ջերմուղ ասենք, որ խմեն իրանք իմանան։ Կոֆե խմեք ու այդ օրը սաղոր օգտվեք այդ ջրի։ Բնակիչները խնդրում ու պահանջում են, որ հարցի լուծմանը միջամտեն թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, թե Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը։ Վիոլա ջուրն ասում են պայմանագրով ամրագրված իր պարտավորությունները չի կատարում, իսկ բնակիչները իրենց խնդրի հետ մնացել են մենակ։